Սիրելի հայոց ազգ, շնորհավորում եմ մեր այսօրվա տոնի կապակցությամբ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի կապակցությամբ, ովքեր այսօր ներկա չեն եղել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, Փառք Աստծո, որ այսօր կան լրատվամիջոցներ, կա համացանց, անպայման մտեք, նայեք այսօրվա հուլիսի 12-ի հաղորդումը Մայրաթոր Սուրբ Էջմիածնից եւ անպայման ամբողջնեք Հայր Գարեգինի հրաշալի քարոզը։ Մինչև դա հասցնեք նայել, երկու բառով ասեմ, որ նա շատ գեղեցիկ ձևով համեմատեց Տեր Հիսուս Քրիստոս, որ բարձրանում է Թաբոր լեռ, համեմատեց այսօրվա մեր կացության հետ, որ միայն ֆիզիկական բարձրանալը չի, մենք պետք է հոգեպես նույնպես բարձրանանք։ Եվ եւս մեկ կարևոր բառ ասվեց քարոզում, որ ոչ միայն ասեք, որ ես սիրում եմ Հիսուսին, այլ ձեր վարքով այնպիսին եղեք, որ Հիսուսը ձեզ սիրի։ Դա ինձ համար այսօր ես քաղեցի այսօրվա քարոզից շատ գեղեցիկ, շատ լավ, շատ զաքուկներ կան, ինչի համար շատ ուրախանում եմ եւ փառք եմ տալի Աստծուն, որ մենք այսօր այս տոնը վայելում ենք, որ այսպես ասած ինչ չեմ ուզում ես գեղեցիկ վայրում, բայց ամեն դեպքում չեմ կարող չհիշել, ինչպես 1 տարի առաջ այստեղ ապականեցին իրենց ներկայությամբ ոմանք եւ այս պահին ես փառք եմ տալիս, որ միայն մենք ենք հավատացյալներով, հայերով, նվիրալներով, ոչ մեկի չի քաշքշում, չի ուզում ինչ որ մեկը գա, կալանավորի, տանի եւ հենց միայն դրա համար փառք եմ տալիս Աստծուն եւ խնդրում եմ, որ ամեն կիրակի դարեր շարունակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում խաղաղ պայմաններում մատուցվի սուրբ եւ անմահ պատարագ։